Կարևորի մասին հաղորդաշարն է եթերում, բարև ձեզ։ Այսօր մենք կխոսենք հարկային ոլորտում վերջերս տեղի ունեցած փոփոխություններից, իսկ մյուրը Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանն է։ Բարև ձեզ, պարոն Համբարձումյան, շնորհակալ եմ շատ մեզ ժամանակ տրամադրելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Ամենասկզբից սկսենք, նոր փոփոխությամբ տարին մեկնարկեց հարկային դաշտում, էլեկտրոնային ձևաչափով այսուհետ կկնքվեն աշխատանքային պայմանագրերը, մի փոքր մանրամասնենք խոսքը ինչի մասին է եւ այս մեկ ամսվա կտրվածքով արդեն գործատուները եւ քաղաքացիները առհասարակ ինչպիսի խնդիրների առաջ են կանգնել։ Նախ շնորհակալություն հարցազրույցի համար, այդ բարեփոխումը իրականում ըստ էության բարեփոխում է, այդքան էլ հարկային մանրի տիրույթում չէ, դա ավելի շատ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տիրույթում է եւ հենց նախաձեռնող գերատեսչությունը իրենք են եղել, ինչը ինձ ներկայացնում առհասարակ աշխատանքային պայմանագրերի թվայնացումը։ Նախ սկզբից խոսանք որոշակի դրական եւ բացասական կողմերի մասին, ռիսկերի մասին, այնուհետև այս պահին ինչ խնդիրների առաջ են կանգնած գործատուներն ու աշխատողները։ Ուրեմն որպես այդպեսին ինքը պետական եւ համակարգային մակարդակում ունի դրական էֆեկտներ, նախ առաջին հերթին տվերի կրճատումը, որպես այդպեսին, այսինքն հետաժամկետ, հետին թվով պայմանագրերի կնքումը այլևս բացառվում է։ Երկրորդ, ամբողջական տվյալները լինելու են հարթակում արդեն պայմանագրերի բոլոր վավերապայմաններով հանդերձ եւ սա բերելու է ընդհանուր վիճակագրական ճշգրտության։ Վերահսկողության դյուրինացում կա, հեշտացում կա պետական մակարդակով, առողջապահության աշխատանքի պետական տեսչական մարմնի կողմից իրան կարող են հեռավար կարգով, այսինքն on-line ռեժիմով իրականացնել տվյալների ճշտում, վերահսկողություն այդ տվյալների նկատմամբ։ Ինչ է տեղի ունենում գործատուի եւ աշխատող համար, այստեղ կա իրականում շատ լուրջ թղթաբանության կրճատում, այդ ֆիզիկական արխիվացում, թղթային շրջանառություն եւ այլն։ Ունենք շատ լուրջ իրավական պաշտպանություն, աշխատակիցը վստահ է, որ իր պայմանագիրը պաշտոնապես գրանցված է եւ տեսանելի է նաեւ պետական համակարգին։ Իմիջիալոց այստեղ շատ լուրջ խնդիրներ է լինում, երբ որ գործատուների եւ աշխատողների միջև վեճ է հասունանում եւ պարզվում է, որ պայմանագիրը գրավոր կնքված չէ։ Սա գալիս է նաեւ աշխատողների չիրազեկվածությունից։ Ես որպես գործատուների միության նախագահ պարտավոր եմ պահել ոչ միայն գործատուի շահերը, այլ այդ բոլոր հարաբերություններում, եռակողմ հարաբերություններում, պետություն, գործատու եւ աշխատողներ հարաբերությունները պետք է պահեն արդարության սկզբունքները եւ այո, գործատուները պետք է լինեն բարեխիղճ եւ կնքեն բոլոր պայմանները։ Այս պարագայում արդեն չեն կարող ոչ չկնքել։ Ընդ որում նաեւ ստեղ կա շատ կարեւոր մի հանգամանք, որ եթե նախկին գրավոր պայմանագրերը, թղթային պայմանագրերը վերահսկելի չէին եւ կարող էին աշխատանքային օրենսդրությամբ սահմանված էական պայմանները չներառվեին, որը կբերեր տվյալ պայմանագրի արդեն խնդրահարություններ։ Այս պարագայում չեն կարող, որտեղ դրանք պարտադիր դաշտեր են, որ պետք է լրացվեն։ Ինչ ռիսկեր ունի այս համակարգը, ընդհանրապես բազմիցս բարձրացրել եմ այս խնդիրը, որ այստեղ է պետական եկամուտների կոմիտետ առնչվում, համակարգը պետքի համակարգ է արդեն։ Բազմիցս բարձրացրել եմ, որ հաշվետվությունների այդ պիկ ժամանակահատվածում պետքի այդ էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման այդ համակարգը բարես բուն իմաստով կախվում է, չի աշխատում։ Դա ծանրաբեռնվածություն է, որը կապված է իմ կարծիքով սերվերային տնտեսության հետ եւ ըստ էության այս պրոբլեմ չի, այլ ծախս է, եւ թե պրոբլեմը փոխով լուծվում է, արդեն ծախս է, եւ պետք է ծախս առնի պետությունը, որ հարկատուի, գործատուի կյանքը չբարդացնի։ Ես չեմ պատկերացնում, արդյոք պատրաստ են այս ամբողջ նորից մեկ մեծ շրջանակ, մեծ հազարավոր օգտատերեր նորից մտնեն առանձին ուրիշ գործողություն անեն, արդեն պայմանագրեր լրացնեն։ Սա նույնպես խնդիր է։ Այստեղ նաև ունենք խնդիր անձնական տվյալների անվտանգության եւ կիբերհարձակումների, այստեղ պետք է շատ լուրջ պաշտպանված լինեն համակարգերը մեր, որպեսզի կիբերհարձակումների զոհ չդառնան մեկ, եւ երկրորդ հասանելիություն է ստանալու մի քանի
պետական մարմիններ եւ ես այստեղ մտահոգություն ունեմ պետական այդ մարմինների այդ աշխատակիցների հաջողություն ունեցողների կողմից գաղտնիության պահպանման հարցում, որովհետեւ արդեն մի քանի մարմիններ կտիրապետեն տվյալներ, որոնք տվյալ կազմակերպության համար մրցակցային խնդիրներ կարող են առաջացնել դրանց արտահոսքի բարակայում։ Սա պետք է պետությունը ըստեյության լուրջ քայլեր ձեռնարկի այս ռիսկերը նվազեցնելու համար։ Ինքը առհասարակ միջազգային փորձը, որ նայում ենք, շատ լավ հաջող եղել է նախկինում, որ նայում ենք երկրներ, Էստոնիան է բարեհաջող իրականացնել 2014 թվականից, Ղազախստան 2020-ից, Լիտվան 2017-ից։ Վարչարական ծախսեր են կրճատվել շատ, Էստոնիայի բարակայում իրենց հրապարակումներով, Ղազախստանը ստվերի կրճատում է արել 15%-ով, Լիտվան աշխատանքային վեճերի նվազեցում է արել 25%-ով։ Մի խոսքով ինքը բարեփոխում է, բայց ինչպես ցանկացած բարեփոխում, այն պետք է շատ ճիշտ իմպլեմենտացիա, շատ ճիշտ պետք է պրակտիկ կիրառումը իրականացվի եւ այստեղ մենք արդեն կարող ենք խոսել լուրջ բախումների մասին, լուրջ խնդիրների մասին, որ արդեն առաջին մենք ունեցել ենք մեր արդեն պրակտիկայում։ Նախ առաջին հերթին թվային պայմանագիրը արդեն բաց է ստորագրում է գործատուն եւ աշխատող իրենց համապատասխան կամ ID քարտեր, չիպով ID քարտով կամ MID-ով, բջջային օպերատորի ID-ով։ Ստացվում է, որ այս պահին ովքեր չեն հասցրել ունենան MID-ները, իրենք չեն կարող աշխատանքային պայմանագիր կնքել։ Ու մեր տեղեկություններով մինչև մայիս արդեն հերթեր կորացրել։ Այսինքն եթե մարդը այս պահին չունի եւ ուզում է աշխատանքի ընդունվել, ինքը պետք է հերթագրվի, որպեսզի ստանա այդ հնարավորությունը ստորագրելու, իսկ եթե այս պահին հերթագրվեց, ինքը մայիսին է ստանալու։ Գիտեք, այստեղ նաեւ ինչ որ մի ձև ես ուզում եմ վերագրեմ նաեւ մեր հասարակության որ ժամանակին չեն հանել այդ նույնականացման քարտերը։ Իսկ այդ անկարգապահությունը շատ բնորոշ է էլի մեզ։ Ասենք, եթե մենք ժամանակին գիտենք, որ պետք է ունենանք այս խնդիր, ասենք այստեղ ոչ միայն հասարակության ինքնուրույն ինքնաբուխ անկարգապահության, այլ պետության կողմից ինչ որ մշակվեին գործիքներ, որ իրանք ինքը պետությունը համակարգեն էլ պատրաստ չի եղել այդքան, որտեղ այդ նույն հերթերի գոյացումը նաև պետական համակարգի խնդիր է։ Այսինքն, բայց այսօր ինչ ունենք, փաստացի շատ տխուր վիճակ է։ Ստացվում է, որ մարդ ուզում է աշխատանքի ընդունվել, չունի ստորագրելու հնարավորություն եւ չի կարող աշխատել։ Այո։ Ես ինչ եմ կարծում, մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնք ես ներկայացնեմ, խնդիր ունենք ԵՏՄ երկրների քաղաքացիների։ Այո, ես դա ուզում եի հենց հարցնել, այլ երկրի քաղաքացիների դեպքում ինչպես է հարցը։ Դա անջատենք երկու մասի, ԵՏՄ քաղաքացիների մասով խնդիրը բնակության իրավունք հավաստող տեղեկանքն է, որ կառավարության որոշումը հստակ ամրագրված է, որ միայն գործատուի ստորագրությամբ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կողմից տրամադրվում է տեղեկանքը, որ ինքը կարողանա այդ տեղեկանքով գնա MID ստանա եւ գա ստորագրի, բջջային օպերատորը չի տալիս։ Բայց ոնց հասկացա, այս պահին ներքին գործերի միգրացիայի եւ քաղաքացիական ծառայությունը չի կարողանում տրամադրի միայն գործատուի կողմից ստորագրված պայմանագրի վրա չկա երևի տեխնիկապես լուծումը։ Դրա չի կարող տրամադրել։ Ստացվում է ԵՏՄ քաղաքացին, եթե ցանկանում է աշխատել, հիմա հենց հիմա ցանկանում է աշխատել, խնդիր ունի այս մասով։ Կարծում եմ, ստեղ պետք է հրատապ լուծում տրվի, եւ չստացվի, որ քո երկրի 90 ԵՏՄ քաղաքացի տեխնիկական պատճառներով չի կարողանում ստացվել։ Հետո չասեք ստվերում աշխատում, որտեղ կարող է մարդ ուզի աշխատել։ Այո, մեր շրջապատում էլ կան այդ մարդիկ, նման մարդիկ, ովքեր որ այդ խնդրին այսօր բախվել են։ Այո, մենք ունենք ոչ ԵՏՄ երկրների քաղաքացիների հետ կապված խնդիր, սրանց մոտ ԵՏՄ կրթության կարգավիճակի խնդիրն է, հիմնականում եթե խոսքը գնում է կրթության կարգավիճակի, նշանակում է ՀՀ-ից դուրս դնող հեռավար աշխատողների մասին, իսկ մենք գիտենք, որ նման դեպքեր արդեն շատ են, որ հեռավար աշխատում են։ IT ոլորտի մասնագետները հատկապես։ Հիմնականում IT ոլորտը աշխատում է հեռավար։ Բջջային օպերատորներից MID չեն տրամադրում, կարող չունեն իրանք կրթության կարգավիճակ։
նախկինում կացան կարգավիճակ չունեցողները ուղղակի թղթային ստորագրում են եւ աշխատում էին։ Այդտեղ գրանցման հայտել չէին ներկայացնում բեկի համակարգում։ Եվ իրենց եկամուտները արտացոլում էին եկամտային հարկի դեպ բանկա երկրորդ բաժին կան դեռ գրում էին օրինական ներկայացումներ եւ խնդրի լուծումներ։ Այս բանը այդ խնդիրը կա։ Ներառյալ նաեւ գումարվում է մեկ ուրիշ այս անցումային ժամանակահատվածում, որ իսկ ինչ կլինի այն պայմանագրերի հետ, որոնք կքվել են մինչև 2026 թվականի հունվարի 1-ը թղթային եղանակով։ Այս պարագայում իրավատակավորում հետևյալն է, պետք է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ բոլորը մուտքագրվեն թվային համակարգ։ Սա ավելի կծանրաբեռնի համակարգը։ Բնականաբար կծանրաբեռնի, բայց բացի ծանրաբեռնելը, այստեղ մենք ունենք շատ լուրջ խնդիր, ինտեգրման խնդիր։ Ես որպես գործադուլ միության նախագահ խոսացել եմ համապատասխան մարմինների ներկայացուցիչների հետ, ովքեր իրականացնում են թվայնացման ինտեգրումը, այսինքն դա գործատուն այս պահին ունի 300 աշխատող, եւ այդ 300 աշխատողը պետք է հատիկ մուտքագրի, այս բեռից ազատելու համար ընդհանրապես պետք է որոշակի տեխնիկական գործիքներ կա, XML է, թե API-ների տրամադրում է, համակարգի ինտեգրում իրականացվի եւ միանգամից տվյալները մուտքագրվի։ Իմիջիայլոց Հայաստանում շատ են բախվում այսպիսի խնդիրներ, պետական համակարգերում լինում են ինտեգրացիայի թերացումներ եւ քանի որ կա բյուրոկրատիա, կա երկար ձգձգում, կա բյուջեի հաստատում, որ իրանք պետք է գումարով հայթայթեն, բայց ամբողջ իրականությունում կա խնդիր։ Այս պահին չկա, այսինքն 300 հոգանոց թիմով գործատուն, ով ունի 300 աշխատակից, կամ 500 կամ 150, պետք է իրականում ժամանակ տրամադրի, որի փոխարեն կարող են միանգամից մի, այսպես ասած, համակարգչային մկնիկի քլիկով ամբողջությամբ բեռնի համակարգ։ Սա նույնպես լուրջ խնդիր է, այս դեպքում էլ նույնպես էլի կա MID-ների խնդիրը, որովհետև ես համոզված եմ, որ մեր հասարակության մի լայն մեծ մասը չունի, այո։ Սպասելու է, մեկ ամիսը տարօրինակ ժամանակ ունեն։ Ու ես պատկերացնում դեկտեմբեր ամսին ինչ է կատարվելու, 26 թվականի դեկտեմբերին, երբ որ վերջնաժամկետը նախկին բոլոր պայմանագրերը մուտքագրեն բաց։ Դե այստեղ երևի թե պետքա գործատուները ստիպելու մեխանիզմներ կիրառեն։ Սերմատ ուրիշ խնդիր կա, որ գործատուներն դեմոտիվացված են այս պահին անելու, որովհետև օրենք ասում է թե դու ունես թղթային պայմանագիր, այդ պայմանագրի բոլոր փոփոխությունները անելու ես թղթային։ Քանի դեռ թվայնացված չէ, թվայնացված չէ։ Հիմա գործատուները ասում են թղթային, հա, թող մնա Այդպես էլ մնա, հասկացա։ Ես թղթային կանեմ փոփոխությունները, այստեղ են գործատուներին կոպիտ ասած մոտիվացնում են, որ իրանք էլ տարավեր արդեն բանը հասնի նրան, որ էլ չեն կարող որ չանեն, հա, այդ սկզբունքով անեն։ Այստեղ նույնպես է լիմիտությունը, որ պետք է ընդհանուր մոտեցումը հասկանալ, ամեն դեպքում այս ամբողջ խնդիրները ներկայացնելուց, ռիսկերը ներկայացնելուց եւ նաեւ իհարկե դրական կողմերը հաշվի առնելով, մենք ընդունում ենք որպես բարեփոխում, սա համակարգային լուրջ քայլ է առաջ, որի այսպես ասած դրական պատողները մենք կարող ենք որոշ ժամանակ հետո Բայց ինչ ենք առաջարկում, միջազգային շատ պրակտիկայում կա անցումային ներողամտության մոտեցում։ Ինչ է դա ես ներկայացնում։ Երբ որ դու ռեֆորմ ես անում, այդ ռեֆորմը տակը ունի բան, այդ ջրի տակի քարեր, որոնք մենք ի սկզբանե չենք տեսնում, եւ դրանք հաշվի առնելով պետությունը պետք է գնա զիջման եւ ասի, օրինակ 6 ամիս մենք այս կարգը դրույթները խախտելու համար մենք պատասխանատվության չենք ենթարկվում գործատուներին եւ աշխատողներին։ Այս անցումային ներողամտությունը ինքը շատ լավ կարևոր մոտեցում է եւ սա պետք է լինի ոչ թե մարդասիրական տեսանկյունից, այլ տրամաբանորեն պետք է նայես հարցին, որ եթե դու մի բան ես արել, որ դիմացի կողմին ստիպում ես, որ մտնի, դե չվեճու սա նոր մշակույթի ձևավորում է, չէ՞։ Ժամանակ է պետք բնականաբար դրան հարմարվելու համար։ Ասում ես դնում ենք, բայց նայեք, հարգելներս Հետո չնեղանաք մեզնից 6 ամիս հետո եթե արդեն չեղավ, այդ ժամանակ պատասխանատվության ենք ենթարկվել, այդ թվում ֆինանսական։ Պատասխանատվությունից խոսենք, ինչ պատասխանատվություն է սահմանվել գործատուների համար, որոնք որ պատասխանատվությունը ինչ որ առանց պայմանագրի աշխատանքի Հասկացա։ Պատասխանատվությունը իր վարչականով եւ օրենսգրքով ուտեղ 250+50 Եվ նաև բան է։ Ֆինանսականը ցանկալի է որ լինի, որ ավելի շահագրգռված լինեն օրենքը պահելուն, որովհետև մինչև ֆինանսական չեղավ գործատուները չեն շահագրգռվի գուցե։ Օրենքով է 50,000 վարչական իրավասարություններով է մեկ պայմանագրի մասով։
Դրանից գումարած ամեն դեպքում աշխարհողջային աշխատանքի տեսչականանի կողմից ստուգման ժամանակ էլ բացահայտում աշխատանքային խախտում նատելու տեղեկությունով։ Այսինքն այս բոլոր իրար գումարելով խնդիր է առաջացնում գործատուի համար, բայց իմ թվարկած խնդիրները պետության կողմից նաև ինչ որ մի չափով, հա, մեղավոր լինելու պարագայում պետությունը պետք է բոլոր դեպքերում անցումային ներողամտություն սկզբունք կիրառի։ Պարոն Համբարձման, երբ որ դուք ձեր դիտարկումները ներկայացնում եք համապատասխան մարմիններին, հատկապես սերվիսի հետ, սերվերի հետ կապված եւ այլն, ինչ ենք պատճառաբանում, արդյոք քայլեր որոշակի արդեն արվում են ձեր մատնանշած այսպես խնդիրները գլոբալ չդարձնելու համար։ Դեռ առայժմ չի եղել նման խնդիր, որ ես բարձրացրած լինեմ մեր գործընկերությունից, որ պետությունը ասի կամ պետության ասել է պետպատական մարմինները վարչապետի մակարդակով նույնիսկ հա ջերմուկում եւ Դիլիջանում, որ ասած լինեն ձեր բարձրացրած հարցը տեղին չէ։ Այլ խնդիր է, որ իրենք ասում են դրա լուծման համար ժամանակ է պետք եւ ռեսուրսներ է պետք։ Հիմա նույն սերվերային հարցը ես բարձրացրել եմ ապրիլին Դիլիջանում, ասել են, որ այո, հարցը լրիվ ակտուալ է, աշխատում ենք։ Եղել են բազմաթիվ հարցեր, որոնք լուծումներ են տրվել։ Ես պետք է ասենք այն ինչի իրականություն է կան, բայց եղել են հարցեր, որ մեկնաբանում են, որ ժամանակի եւ ռեսուրսների խնդիր կա, պետք է լուծումներին մոտիկանանք, հա, փուլերով ես դրա համար ասեցի, օրինակ կա պետական մարմին, վիճակագրական ծառայությունը, որտեղ հաշվետվությունները միջև հիմա ձեռքով են մտածում։ Ես դիմել եմ, ասում եմ, ժողովուրդ, եկեք մի հատ հասկանանք ինչ է տանջում ես, ասում եմ, դե հին հաշվապահներ կան կամ հին գործատու իրանք զերով։ Այլմատ ասեմ, հնին համարը թողեք, այս նորերի համար տվեք արագ գործիքներ, էլի։ Չէ՞ որ ամեն դեպքում բջջային հեռախոսները, որ մտան իրական կյանք, դեռ շատ ապի-պապիներ հələ խոսում են ֆիքսված հեռախոսով, ով է իրանց խանգարում, թող խոսան։ Բայց բերեք արագացնենք, արդեն միջև պատկամաններ բարձրացեցի փոխվարչապետի մակարդակ, խոստացան, որ լուծումը կտրվի։ Դե ինչ ասեմ, ինքը ըստ էության մի քիչ էլ մեծ ճակատավոր պայքար է։ Հասկանալի, այո, պետք է անդադ մղել այդ պայքարը։ Հետևողական լինենք, որովհետև իրանք էլ sense, որ ասեմ, ամեն ինչ իդեալական տեսնում են, իրանք էլ շատ խառն են, հետո ամենակարևոր խնդիրներից մեկը նա է, որ պետական մարմինների աշխատակիցների շատերը սովորել են, գերազանցիկ ավարտել են, ասպիրանտուրա գնացել են, բայց գործնականում չեն կիրառել։ Օգի վրա չեն, այս պահին եւ նաեւ նախկինում միշտ եղել է բաց խոսություններ պետություն եւ մասնավոր հատված, իսկ ստեղ մասնավոր հատվածը մեր գլխավորությամբ, մեր դեմքով շատ լուրջ անելիք ունի այս խնդիրները անընդհատ, այսպես ասած, պետությանը դեմ տալու։ Այո, դե այս դեպքում ոչ թե պետք է լռենք, այլ հարմարվենք կամ սպասենք, երբ սերվերը կաշխատի, այլ իսկապես ձեր նշած պետք է ժամանակին շուտ բարձրաձայնենք, որպեսզի հնարավորինս շուտ փորձեն ինչ-որ տարբերակներ գտնել։ Բարձրաձայնենք ու հետևողական լինենք, որպեսզի այդ խնդիրները լուծվեն, եւ այդ խնդիրների լուծումը ոչ միայն հանգեցնելու է միակողմանի շահերի բավարարմանը, այստեղ բազմաչափ է նույն պետությունը, երբ որ սերվերները ծախսարեց, լավ սերվեր դրեց, իր մոտ էլ է շատ ոչ խնդիրներ լուծվելու, ոչ միայն եթե իր հարկվճարողը ժամանակի պատշաճ բոլոր հաշվետվությունները ներկայացած, իր մոտ էլ է չէ լինելու շատ կարճ։ Հիմա նենց չի, որ ուշացնում են իր համար հաճելի է։ Այդ վիճակագրական տվյալները չեն տեսնում արդեն իր ժամանակ։ Դե բացի դրանից գիտեք, ձեր փորձն էլ է թույլ տալիս, որ դուք ժամանակից շուտ տեսնեք այդ խնդիրները, կարծում եմ դա փորձի խնդիր է, այո, որ դա ամենակարևորն է, ձեր նշած հողի վրա շատ է կիրառել, բնական է դուք ավելի շուտ կտեսնեք այդ խնդիրները։ Եվ դա մեր ասածը մենք մեծ համայնքի հետ գործ ունենք, այս պահին բազմաթիվ գործատուներ մեր անդամներն են, չլինեն, նույնիսկ մեր անդամների անդամները գործատուների հանրապետական միությունը նոյեմբերի 23-ին կառավարության հետ եւ Արժանապատվությունների կոնֆեդերացիայի հետ ստորագրեց երակողմ սոցիալական պայմանագիր, որը բոլոր միջազգային հարթակներով ինքը ճանաչում է որպես մեր սոցիալական գործընկեր պետության եւ հենց հանրապետական միության դերակատարումը դա է, որ ինքը պետք է միավորի ամբողջ պետության ներսում ինչքան բիզնես միություններ կան միավորի եւ այդ դառնա այդ բիզնեսի ձայնը կառավարության հետ հավասար մակարդակի վրա բարձրացնող կառույց։ Մանավանդ երբ որ խրախուսում ենք մասնավորի զարգացումը։ Իհարկե։ Բնականաբար այդ համագործակցությունը չի լինի տնտեսական
Իհարկե։ Հաջորդ փոփոխությունը, որ արվեց, առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման հետ է կապված, որը բնականաբար ամիջական առնչություն ունի ձեր ոլորտի հետ։ Այստեղ ինչպիսի պատկեր ունենք, խնդրեմ մանրամասնեք, էլի գործատուները ինչ որ խնդրի բախվում են, քաղաքացիները ինչ որ խնդրի բախվում են, չեն բախվում, եւ բացի դրանից ես կուզենայի նաեւ այդ մասով ասեք, որ այն քաղաքացին, որ մի քանի տեղ է աշխատում, այս դեպքում ինչպես եք հաշվարկում իրենց աշխատավարձից պահումները, ինչպես եք անում։ Ամենակարևորը, որ էլի այն սինդրոմը, որ միջև դանակավորսկորին չի հասնում, մատ քայլեր չի ձեռնարկում, սակայն նաև առողջապահության ոլորտի։ Մարդիկ գնում են հիվանդանոց ստուգման արդեն այն պահին, երբ որ այնպիսի ցավերի մեջ են, որ ենթադրենք ուռուցքը հասել է ճողոցացին։ Իսկ այս համակարգը ունի հիմնականում բուժ ծառայություն, կանխարգելիչ ծառայություններ, դրանք հետազոտություններ են, եւ նաև դեղորայքային հատուցում, Այստեղ շատ լավ է, որ այս համակարգը ստիպելու է մարդկանց, որ կանխարգելիչ բուժումներ իրականացնել իրանց պարտադիր եւ ցանկացած հիվանդություն կարելի է սահմանային փուլում հայտնաբերել եւ չեզոքացնել։ Կա նաեւ մեկ քան, մենակ ես չեմ ուզում խոսամ իրա մասին, այդ կանխարգելիչ բուժության զարգացման մասին, կա այստեղ նաեւ ֆինանսական պաշտպանվածություն, ինքը ապահովության զգացում, այսպես ասած։ Այո, որ եթե կարող են լինել այնպիսի հիվանդություն բացառել, որ քաղաքացիական դա աղետալի ծախսեր են։ Ոնց է կոչվում out of pocket payments, այսինքն այնքան մեծ է այդ ծախսերը, որ իրա ոչ մի բյուջեում չի տեղավորվում։ Այս պարագայում ինքը ֆինանսական պաշտպանվածություն ունի։ Ստեղ նաև այս ապահովագրության ներդրման ժամանակ ոնց որ գնորդը դառնում է մեկ մարմին, դա միասնական գնորդ է, ապահովագրական հիմնադրամն է, ծառայություններ գնողը արդեն կոպիտ ասած, ասում է ես իրանցից փողը հավաքել եմ, դու հենց դեպքը տեղի ունեցավ, ինքը դիմեց քեզ, դու իրան պարտավոր ես սպասարկել։ Այստեղ արդեն փոխտվողը ունի խիստ վերահսկողություն։ Այս ասում ենք ինչը որ թղթի վրա գրված է։ Սա դրա մասին ենք ասում։ Էլի ինչպես ցանկացած բարեփոխում, ինքը պետք է ունենա իր ճիշտ կիրառման, այդ կիրարկման ամբողջ գործընթացները, որպեսզի չստացի, որ ուզում ենք մի բան, բայց ստացվեց ուրիշ բան։ Այսինքն ամբողջ կիրարկման համար պետք է բոլոր շահագրգիռ կողմերը ուրեմն մասնակցեն։ Գործատուների միությունը այս ծառայությունների մասով այդքան մեծ չունի ունի այնքանում, ինչքանով այդ նույն հիվանդանոցները, այդ նույն ծառայությունները հանդիսանում են գործատուներ։ Բայց ստեղ ավելի շատ խնդիրը ոչ թե վերաբերում է հետագա, այդ ապահովագրության սպասարկմանը, այլ հենց այդ վճարների գանձման գործընթացին։ Ընդհանուր առմամբ ասեմ, որ միջազգային փորձով էլի Էստոնիա, Վրաստան, Մոլդովա դեպքերը լրիվ տարբեր են արդյունքները, օրինակ Էստոնիայում համարվում է Էստոնիան ամենահաջողվածներից մեկը, e-health համակարգի ներդրմամբ, իրանք շատ լավ նվազեցրեցին վարչական իրանց ծախսերը, բայց Վրաստանում շատ լուրջ ծախողներ ունեցան 13 թվականից ներդրմամբ եւ բացականորեն պետական բյուջեի ծախսերը չնախատեսված ձևով աճեցին։ Ստեղ էլի ռիսկեր կան ամեն դեպքում։ Սկսեցին փաթեթները սահմանափակել։ Այս մտավախությունը կա։ Այնպես ստացի, որ ծախսերը այնպես կուրճատան, որ սկսեն փաթեթները սահմանափակել այդ հատուցման, որ կարողանան տեղավորվել։ Այսինքն ստեղ պետք է բոլորը լրիվ հաշվարկներ առնեն, ընդ որում այդ 10800 այս բանին որ կա, ամեն տարի վերանայվելու է նախորդ տարվա այդ ուրեմն ծախսերի հիմա որ հասկանան հաջորդ տարին կարող 10800 դառնա 12000 օրինակ։ Այդ մի շատ կարևոր կոնցեպտուալ հարց կա, որ ես կուզեի այդ մասին խոսել, բացի այն, որ կառավարման արդյունավետությունն է կարևոր։ Ես մատ ուզում եմ հետ գամ մինչև այդ բուժ սպասարկումը, ծառայությունները դեղերը, այլ ուզում եմ հետ գամ մինչև այդ գումարների հավաքագրման գործընթացը հիմնադրման փոխանցվելու հարցերը։ Այստեղ նախ առաջին ինչ է սրա գաղափարը։ Սա անձի, ֆիզիկական անձի բժշկական ծախսերի կոպիտ ասած կանխավճարները։ Ինքը այդ գումարները վճարում է, որպես ապահովագրական բաղադրիչ վճարում է վճարը եւ ասում է, երբ որ իմ հետ որևէ բան կատարվի այս շրջանակներում, որով դու սահմանել ես կառավարությունն, այդ շրջանակում բան կատարած, ես կարող եմ արդեն այդ օգտվեմ այդ ծառայությունից եւ դրա համար չեմ վճարում, որտեղ ժամանակին վճարում։
Շատ կարևոր է, որ այս մասը տարբերակեն այն վճարներից աշխատողների, որոնք համարվում են պետական եւ հասարակական կարիքների բավարարման նպատակով, եկամտային հարկ, ինչ-որ մտած սոցիալականը, սրանք ունեն ֆոնդեր, ծախսվում են եւ այլ, դրոշմանիշային վճարը, որը գնում է հատուկ հիմնադրման հիմնադրամ հատուկ զինծառայողների հաշմանդամության, այսինքն դրանցով հատուցվում է այլ կարի, այսինքն ցանկացած քաղաքացի գիտի, որ այդ գումարը վճարում է, դա իր համար չէ ուղղակիորեն վճարում, դա վճարում է հանուն Հայաստանի Հանրապետության ինչ-որ մի ոլորտի։ Բայց այս մի վճարները էականորեն տարբերվում են մյուսներից եւ օրենքի կարգավորումներում կա հստակ նշված նույնիսկ միան բացառիկ դեպք է տալիս գործատուին, որ ինքը կարող է կամավոր վճարել աշխատողի փոխարեն, եթե դա նախատեսված է կոլեկտիվ պայմանագրով։ Այսինքն նույնիսկ անհատական պայմանագիրը չի տալիս այդ հնարավորությունը, որ գործատուն վճարի։ Այսինքն այստեղ պետք է լավ նորմալ ներկայացնել աշխատողներին, որ սա այն վճարը չէ, որ դու գանք մեջ ճնշում գործադրեք, ասեք իմ աշխատավարձը բացացու, որ մաքուրս մնա նույնն է։ Սա այդ մյուս հարկերի դեպքում ինչ որ միտեղ ընդունելի է, որ գալիս է ասում եկամտային հարկս դե հիմա ես բյուջե եկամտային եմ վճարում, հա ճիշտ է իմ հարկն է, իմ վրա է դրել պետությունը, բայց մենք մաքուր պայմանավորվել ենք այսքան էլի, բերեք բարձրացրեք, որ այս մաքուր ստանանք։ Սա նույն բանն է, երբ որ աշխատողը գա գործատուին ասի իմ աշխատավարձս բարձրացու, որ մաքուրս մնա նույնն է, այդ նույն բանն է, որ այս ենթադրենք այս համակարգը չկա, աշխատողը գնաց հիվանդանոց, եկավ գործատուին ասեց իմ փողը ստուր, ես տանեմ այդ ծախսս անում։ Որտեղ ստեցա նույն բան է։ Այլ խնդիր է, որ գործատուն կարող է դա կամավոր։ Դե հա, դա բարի դրսևորում է։ Բացի մարգը իր մրցակցային դիրքը բարելավելու, առավելություն ստանալու շուկայում, որ ասենք այ տեսեք, այս գործատուն ինչ լավն է։ Իր աշխատողների, աշխատակիցների մասին հոգ է տանում։ Ու սա ես որպես գործատունության նախագահ ընդունում եմ, որ լավ քայլ է սա, եթե դու աշխատողի առողջության մասին հոգում ես, դա նշանակում է, որ դու նաև անուղղակիորեն մտածում ես իր արտադրողականության մասին։ Այստեղ կարևոր հարց է եւ այս պայմանում խնդիր է առաջանում, այդ պետությունը ինչ ասում, ասում է կամպանիա իրավակարգավորը ասում է, եթե չափը այդ ապահովագրական վճարի իջավ իր վճարվելիքից, այս պահին 4.8-ա, որտեղ 6-ը սուբսիդավորում է պետությունը։ Ասենք եթե իջավ 4.8-ից, գործատուն պետք է աշխատողին վճարի, հետո հետ ստանա այդ գումարը գալու։ Այսինքն նշանակում է, որ սա բոլոր դեպքերում է հանդիսանում աշխատողի վճարը, բայց հիմա եկեք մենք երկու բան հասկանանք։ Նվազագույն աշխատավարձի մասին օրենքը ասում է, սա մաքուր աշխատավարձը չի ներառում օրենքով պահված վճարումները, պահումները։ Հիմա սա օրենքով պահված, օրենքով նախատեսված պահում է։ Ստացվում է, եթե մարդը աշխատավարձը նվազագույն է ստանում, մենք շատ ունենք ուսանողների շրջանակում, նորեկների, փորձառու մարդը բնականաբար նվազագույն աշխատավարձով չի աշխատի։ Բայց շատ ունենք դեպքեր, որ ուսանողը սովորելուց զուգահեռ նաև աշխատում է նվազագույնով, որտեղ այդ աշխատանքի նպատակը ոչ միայն եկամուտ ստանալն է, այլ նաև զուգահեռ փորձի ձեռք բերումն է։ Հիմա այս պարագայում մենք գործատուն պետք է իր աշխատավարձը նորից բարձրացնի, որ նվազագույնը չպահվի։ Այստեղ մի տեսակ բովանդակային հակասություն է առաջանում, զուտ նրա համար, որ այն նվազագույնի օրենքով շեշտված է, որ այլ պահումները չկան մեջ։ Մեկ ուրիշ տրամաբանական, անկեղծ ասած, ես մի դրույթ եմ այստեղ նկատում, որ ասում է խնամքի արձակուրդում գտնողների համար գործատուն պետք է մինչև երեխայի 3 տարեկանը վճարի, հետ ստանալու պայման։ Հիմա այդ մարդը, այդ աղջիկինը գնաց 3 տարի երեխա խնամքի արձակուրդից, գործատուն իր փոխարեն ամեն տարի վճարի, հետո հետ եկավ դիմում գրած աշխատանքից ազատվեց։ Այդ գործատունը որտեղից է այդ գումարը ստանալու, այո։ Չէ՞ որ կա դեպք, որ ասում է, երբ որ դու գործաշխատողին ազատում ես աշխատանքից, հաջորդիվ իր կարգավիճակ ստանալուց հաջորդիվ 12 ամսվա ընթացքում ինքը պիտի սեփական միջոցներից վճարել, գործատուն կապ չունի։ Եթե վարձ աշխատող աշխատանքից ազատվեց, կարգավիճակ ստանալու պահից 12 ամիս դեռ ինքը մնում է վճարով։ Այսինքն ինքը որտեղից ուզում է թող վճարի, պարտադիր վճարը։ Այս պարագայում, ասում է ֆիզիկ մնում խոսքը միայն ֆիզիկ, չէ՞, խնամքի արձակում, երեխայի խնամքի արձակում ժամանակ, ստացվում է, որ ինքը պետք է վճարի, պարտքեր է կուտակվելու գործատուն, ստեպս գործատուն պետք է գնա դատարանում այդ գումարները ստանա։ Այս կարգավորումն է խնդրահարույց։
Մեկ էլի անհասկանալի է մի քանի տեղ աշխատելու եւ մի քանի տեղից եկամուտ ստանալու, մենակ աշխատանքը չասեմ, թե մի քանի տեղից եկամուտ ստանալու։ Դասեք ինչ է կարգավորված։ Եթե մարդը աշխատում է միտեղ, մի ուրիշ տեղ քարիրավը պայմանագրով եկամուտ է ստանում, միտեղ վարձակալությունից է ստանում, միտեղ աշխատանք չի, այլ եկամուտ է ստանում, ասենք օրինակ, չգիտեմ, այլ пассив եկամուտ է, շահաբաժին է ստանում, այ շահաբաժին, աշխատավարձ, վարձակալություն Իրավական ծառայություն եւ քարիրավական պայմանագրով ինչ-որ նա ծառայություն մատուցել։ Այն որով այդ աշխատանքային պայմանագիրը կարող 3 տեղից է լինի։ Հիմա այս բոլոր տեղերից ինքը պետք է ամեն ամիս 10,800 դրամ բոլոր տեղերը վճարի, ու 27-ից արդեն բացա 18-ը։ Հետո դիմում է գրում, ասում է իմ այս բոլոր վճարներից այսքանը այս մեկը ընդունեք որպես վճար, Մնացածը հետևեք։ Դու էլի ու դա ամեն ամիս ինքը մի անգամ է դիմումը գրելու, բայց ամեն ամիս ինքը պետք է վճարի այդ գումարը, ընդ որում այնտեղ կա վճարել, որ գործատուն չի պահում, ինքն է պահում, նույն վարձավճարը, նույն շահաբաժին ինքը կամավոր, ինքը բանը առանց գործակալի է վճարում, ինքն է վճարում ուղղակիորեն։ Ստացվում է բոլոր տեղերը պետք է վճարի, հետո պետք է բանը, այդ հիմնադրամը իր բանկային քարտին մյուսները հետ տա։ Եթե մարդը մի անգամ դիմում գրեց, ասեց այս մեկով պահել, ուրեմն այն մեկը մի պահել, չէ՞ պահում։ Էլ ինչ լուրջ անտրամաբանական, այս բոլոր հարցերը մենք պատասխանավորել ենք, ստեղծել ենք բանը մի հատ ընդհանուր խնդիրների հավաքածու, որ պետք է գնանք եւ նա խոսանք առողջապահության կապեն այս նախարարը խոսան, կարևորն է որ Ավանեսյանը բացասում է քննարկում։ Այո։ Մի քիչ էլ երևի թե նաև կաջակցեն քաղաքացիների պատասխանատվությունը կաջակցի խնդիրների լուծման հարցում, կարծում եմ, կապ չունի գործատու թե աշխատակից, բոլորն էլ պետք է իրենց մասով ձգտեն հնարավորինս շուտ փոփոխության մեջ մտնել, որպեսզի բարդություններից խուսափենք։ Խոսքը իհարկե այստեղ առաջին օրենքի մասով է վերաբերում, երկրորդը ապահովագությունը արդեն համակարգային է, դա արդեն երևի պետք է վերևներում այդ փոփոխությունները արվեն, քաղաքացին այստեղ անելիք չունի իմ կարծիքով։ Առաջին դեպքում նաև իրենց վարկագիծն է կարևորը, որ այդ MID-ները գնան։ Այո։ Անան եւ այդ ստորագրման գործընթացը դառնա ավելի ջուրին ու հեշտ տասվի նաև ամբողջական շղթան, էլի, որովհետեւ այնտեղ կնում է բնակության վայրը շատ մեծ բնակություն։ Շնորհակալ եմ շատ մեզ ժամանակ տրամադրելու համար, պարոն Համբարձումյան։ Կարևորի մասին հաղորդաշարների եթերում այսօր մենք խոսեցինք վերջերս տեղի ունեցած որոշ փոփոխություններից մեր հարկային համակարգում եւ ոչ միայն հարկային իհարկե, առհասարակ մեր կենցաղում, իսկ մյուրը Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանն էր, հաջողություն։